Սրտաշունչ եղանակին, բայց տաք սրտով լեփլեցուն հրապարակում Գյումրին ընդունում է ուժեղ Հայաստանին։ Քաղաք կաբրիմ, ես Գյումրեցու ցավատանիմ։ Այս քաղաքն արժանապատվության, անկոտրում կամքի, տոկունության մայրաքաղաքն է։ Գյումրեցիներին տեսաուղերձով է դիմում ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Վստահեցնում է, խոստումների ժամանակն անցել է, գործի ժամանակն է գալիս։ Գյումրին չպետք է ասոցացվի միայն անցյալի վերքերի հետ։ Մենք պետք է Գյումրին դարձնենք տեխնոլոգիական, արդյունաբերական եւ արհեստագործական խոշոր կենտրոն։ Մեր երիտասարդները չպետք է լքեն այս քաղաքը աշխատանք գտնելու համար։ Հայրաքաղաքում փոփոխություններին երկար են սպասել։ Խնդիրներն այստեղ շատ են։ Մարդիկ ասում են այլևս դիմանալ, համբերել հնարավոր չէ։ Երկրաշարժից տասնամյակներ անց էլ շատերը դեռ տնակներում են։ 2000 մարդ, 2000 դոմիկ կա, որ մարդ դեռ դոմիկում են ապրում, 2000 դոմիկում, 21-րդ դարում։ Դա առաջի հարցն է, որ մենք պետք է լուծենք։ Շիրակն այսօր ամենաաղքատ մարզերից է։ Ուժեղ Հայաստանի թիմը վստահեցնում է, անդադար աշխատանքով պայքարելու են, որ աղքատությունն այլևս Շիրակի հետ չկապվի։ Հեշտ չի լինելու, բայց կամքը կա, հստակ ծրագրերը նույնպես։ Ամեն երկրորդ երեխան այս մարզում աղքատության մեջ է ապրում։ Ամեն երկրորդ երեխան, երբ որ աղքատության մեջ է ապրում, դու ոնց ես պարգևավճար ստանում։ Ոնց ես կարողանում ապրես, կառավարես, եթե Շիրակի մարզում ամեն երկրորդ երեխա հացի խնդիր ունի։ Շատ շուտով, բան չի մնացել, մի քանի օր փոփոխությունները գալու են Գյումրի։ Գյումրիում անդուր մարդ չի լինելու։ Գյումրիում աղքատ մարդ չի լինելու։ Այս ընտրությունից կախված է մեր բոլորի ապագան։ Այս ընտրությունից կախված է այս դեմս ամբողջ հատվածում գտնվող երեխեքի ապագան։ Հայը պետք է մնա հայ։ Հայաստանի Հանրապետությունում պետք է ապրի, պետք է արարե մենակ ու մենակ հայը։ Վարդանանց հրապարակի բեմում հայ հայտնիների կողքին այս անգամ նաև ռուս հայտնի արտիստ Ալեքսեյ Չումակովն էր։ Ցուրտ հրապարակում տաք էներգիան եռում էր, մարդիկ հեռացան վստահությամբ, առջևում ուժեղ Հայաստանն է, խաղաղ ու բարեկեցիկ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։